Աշխատանքային շաբաթը կիսված է, ենք եկանք ամփոփելու եւ մեկնարկելու նայած, որ տեսանք ինձ ենք նայում, ձեզ մոտ օրը նոր է սկսվում, մեզ մոտ կարելի ասել արդեն այս կարգին երեկո է։ Ինչ է տարքիր այդ պահը, չէ, որտեվ ֆիզիոլոգիապես, բիոլոգիապես, հոգեպես, տրամադրությունով ամեն ինչով տարբերվում է առավոտը երեկոից էլի։ Այո։ Միտեցակ ապագա անցյալ հայացք է։ Ձեզ մոտ օրը նոր է սկսվում, նոր օր։ Այլի, որ աբսուրդ մոմենտ կա չէ՞ մի հատ։ Համաձայն եմ։ Ոնց է էլի, հա։ Ես ինչ ենք անում։ Մեզնից 12 ժամ մեծ եք էլի, պաստոր։ Մենք շուտ եք մեծանում։ Անձրևի ենք սպասում, անգամ երկնքին նայելով Վրաստանի կողմից հյուսիսից ցիկլոն է գալիս, օդերևութաբանները ասում են 10 աստիճանով նվազելու է մեզ մոտ ջերմաստիճանը։ Վրաստանում բավական անձրևներ են, այնպես որ հովանալու ենք եւ կարծես թե ամառը վերջին ակորդը։ Լարսը կարող է փակեն ու չգա այդ անձրևները։ Այդ անիցիալ Լարսը այսօր մեր լրատվական բլոկում հենց այդ թեմայի ենք խոսում, այ մարդ նայում եմ այդ վեստի այդ Կիսիլյով կոչված է, էլի այդ Կիսիլյով կոչվածը։ Այդ ինչ էր ասեց, ման ռուսական էլի ռոպագանդա այդ ամենը հասկանալի է, որ այնտեղ։ Բայց տարական բան է, էլի ասում է Հայաստանը չի փակում ռուսական դռները, Հայաստանը չի գործում Ռուսաստանի դեմ, Հայաստանը այս խեղճ ու կրակ երկիրը ասում է բարեկամներ, մենք չենք ուզում մի հատ Լարսի հույսին մնանք, այդ է ասում էս երկիրը։ Չենք ուզում որ վայ ձուն եկավ մեր տնտեսությունը Էն էլ ռուսների ձեռը լինի, էլի, որ երբ ուզեն փակեն, երբ ուզեն բացեն, աբսուրդ է։ Մեր ժողովուրդը ամբիոնից 1000 անգամ ասեցին, մենք ուզում ենք դիվերսիֆիկացիա, որ ծաղիկը ասում ես վաթոտ է գալի, օքեյ, ուղարկենք օրինակ Հունաստան, ասում ես մածունը շատ սպիտակ է, մենք ուղարկենք Պորտուգալիա, օրինակ էլի երկրների անունները պայմանական ենք ասում։ Մեր ամեն ինչը հաշվի առեք, թվերը պաշտոնապես 80%-ը Լարսի հույսին է, ոնց կլինի դες Լարսը։ Մի րոպե, եկեք իսկապես այդ բանը պատկերացնենք էլի։ Ուրեմն մեր գազը գալիս է Մոսկվայից, նավթը գալիս է Մոսկվայից, էլեկտրականությունը Մոսկվայից, այդ ատոմակայանը իրանց ձեռն է, երբ ուզեն կբացեն, երբ ուզեն կփակեն։ Մեր ապրանքների մեծ մասը գնում է Ռուսաստան բան, այս բոլոր թելերով մենք կապված ենք Ռուսաստանի հետ։ Բա կապը։ Այդ բոլոր երկաթգիծը, գումարի երկաթգիծը դրան, հա։ Բարելիքը գումարի։ Տակը բան չի մնում, հասկանում եք, հա։ Եվ հիմա իրենք որ այդ թելերը, որ մեզ կապել են, կամած կորցնում են, դա ահավոր իրանց դուր չի գալիս եւ ես իրենց հասկանում եմ, բայց սիրելիներ եկավ ժամանակը, որպեսզի երեխան բաժանվի իր ծնողներից, ուզում է իր ազատ կյանքով ապրել։ Ոչինչ, դժվար կլինի իհարկե, լուրջ եմ ասում, կլինեն դժվարություններ։ Ինչքան էլ Եվրոմիություն ենք ասում, այս ենք ասում, ենք ասում, բայց այդ անցման շրջանը շատ դժվար է լինելու։ Չէ, դժվար է լինելու, բարձ բան է։ Բայց արդեն զգացվում է, որ մերոնք եւ վարչապետը, եւ ազգային ժողովի նախագահան, եւ Ալեն Սիմոնյանը բավական չոր են պատասխանում արդեն, հասկացնելով, որ անցել են այդ ժամանակները, երբ մենք ամեն ինչ կուլ էինք տալիս։ Օրինակ այսօր բանին հարցրեցին Ալեն Սիմոնյանին Քոչարյանի համար Մոսկվայից զանգ եղել է, ասեց, չէ, ավելի լավ է չլինի, որտեղ դա ոչինչ չի փոխելու, վերջացավ։ Դոշ Ձալիկին այո, հարցազրույց բաներին պահեք այստեղ մեր հաշվին։ Հասարակ բան, նաև այս քայլերը, որ Ռուսաստանը անում է, այս արդեն ապացույց է, որ մենք չպիտի մնանք մի ճանապարհի հույսին, ոչ թե դեմ գործելու մասին է խոսքը, այլ մի ճանապարհի հույսին, որովհետև սա անգամ ամենայն պրոռուսական ուժը ինչքան մարդ պիտի կույր լինի քաղաքապես, որ ասի, արա, իրոք, իմ երկրի կենսական բանին, երբ ուզում է փակում է ճանապարհը, երբ ուզում, ինչպես մեր հին տարբեր պատճառներով, ախր էդ է բանը, հեքիաթն է ասում։ Մեր հեքիաթը ինչ ասում, բռնեմ շունչդ, փչի շունչ, բռնեմ դունչդ, փչի շունչը։ Կռնեմ դունչդ, կտրի շունչը։ Այդ կամուրջի, այդ խեղճ ուլիկի նույն պատմությունն է, որ ուզում էր անցնել մի ամրեղ գար իրեն համար ջուր էր խմում արվակից։ Մենք ենք։ Մին էլ դիմի ձորակից, գայլն է կտրում վերևը, ռուսն է կտրում վերևը, իր տալով այս ձևը։ Խոսքին տալով այս ձևը։ Այ դու փսլենքոտ, ոչխարի լակով։ Եվրոմիություն ես ասում, հա, այան ասում, Եվրոմիություն ես ասում, այան ասում։ Էտա։ Ես քեզ ցույց կտամ, բռնեմ դունչդ կկտրիվի շունչը։ Իհարկե։ Я вам сейчас покажу դունչ կտրել շունչը։ Այսինքն մի հատ հեքիաթ է այլանդակ, եւ այդ հեքիաթը ապացուցում է, որ այդ կամրջակից մի հատ էլ ապեց սարքել գոնե ախր չէ գիտես ինչ կա այդ հələ մի կողմ մի հատ կարող ենք ընդհանրապես փոխել մեր աղբյուրը
հասկանում եք, ընդհանրապես չխմենք այդ աղբյուրից, որտեղ կարող է թունավորված էլ լինի, դա ես չգիտեմ, բայց այս աշխարհքաղաքական Ռաֆայել, դու պատկերացրա, որ մի քիչ թեորիապես եմ ասում, ասենք Աստված մի արարած էլի, բայց լուրջ սրվեն հարաբերությունները Ռուսաստանի ու Հայաստանի հետ, մենք շատ հիմար վիճակում ենք հայտնվելու, շատ դժվար վիճակում։ Եթե մի անգամից որոշի կտրել ամեն ինչը օրինակի համար, շատ դժվար է, ամենից մենք պատրաստ ենք, որ դեռ ամեն վարքյան կարող է գա։ Ես հիմա իրանց բառապաշարը, որ լսում եմ գնալով ոնց ավելի լկտյանում այդ ռուսական կողմի հայտարարությունները, ոնց են թիրախավորում, իրանք գիտեք ինչ են ասում, մեծ ինչ ասեց, բանեք, չէ, ասեց, սա ասեց ազգադավ եւ սատանայական արշավա եկեղեցու դեմ։ Ու մի հոգու վրա են բան անում սա, այսինքն ժողովրդի որ վերացնեք, մենք ձեզ հետ շատ լավ կլինենք։ Կոնկրետ բան են անում արդեն։ Ինչևէ։ Տեսնենք լավ, Քոչարյանին տարան դատարան։ Հիվանդանոցում էր, ճնշումներ բարձրացրել ասեցին, Լևոն Քոչարյանը ասեց ճնշումն է բարձրացրել։ Առողջացավ, չգիտեմ, բայց դատարանում է եւ այսօր ողջ օրվա ընթացքում այդ պայքարներ ընթանում։ Խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվելու միջնորդությունը, ինչպես նաեւ մեղադրյալ Քոչարյանը ներկայացվել է հակակոռուպցիոն դատարան։ Ճիշտ եմ հասկանում, նոր գործ է սա, այն որ փակին արդարացրին, չգիտեմ ինչ բան։ Ինչ թվում է, այո, ես էլ եմ դժվարանում, նոր է, հա, բայց ինչքան հասկանում եմ, նոր է։ Ավելի վաղ հայտնել էին, որ Քոչարյանը եւ իր որդին Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է, իսկ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում էր կայացել, որտեղ 24 ժամվա օրդերը անցել էր։ Հիմա նոր օրդեր եւ նա դատարանում է հիվանդանոցից գնացել է դատարան։ Այսօր մի հետաքրքիր բան էլ բացահայտվեց։ Ուրեմն նկարը կար Քոչարյանների տունն է, ու որ ածեն մտնում է այնտեղ մեծ տարերով գրած է բարի գալուստ։ Այսինքն տեղյակ են եղել, որ գալու են, էլի։ Չէ, դե հոդվածը ասեցին, հոդվածը հրապարակեցին, որ տեղեկացել են նախապես, թե Լևոն Քոչարյանը, թե էլի ընդդիմադիր դատապարտում էին ասելով, որ առավոտը 7-ին եկան բան, չէին ասում, որ տեղեկացված եղել են, շատ կարևոր է եւ այդ գրությունը բարի գալուստի դրա ապացույցներից մեկն է։ Սերժ Սարգսյանի նկատմամբ բան կա, ինչ է կոչվում, վարույթի շրջանակում դատարանը Սերժ Սարգսյանի նկատմամբ սահմանել է խափանման միջոց բացակայելու արգելք այս պահի դրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի արդյոք իրականացվող քրեական վարույթի նախօրին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում նախկին նախագահի որդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել, իսկ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք վարչապետ եւ պաշտպանության նախարար աշխատած Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։ Ռուսաստանից ուրեմն ամեն օր մի պետական այր մի բան պիտի ասի Հայաստանի մասին։ Ուրեմն Ռուսաստանի Պետդումայի նախագահ, այսինքն ոնց որ ազգային ժողովի նախագահն էլի, Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանը ցինիկաբար, կրկնում եմ, ցինիկաբար օգտվում է ԵԱՏՄ հնարավորությունները։ Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրոմիությանը անդամակցելու մտադրության մասին, միաժամանակ օգտվելով ԵԱՏՄ-ի հնարավորություններից ցինիկ է։ Կցանկանայի, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարեր, որովհետև եթե Հայաստանը օրենք է ընդունում Եվրոմիությանը անդամակցելու մտադրության մասին, ապա ինչու եք օգտվում ԵԱՏՄ-ի հնարավորություններից։ Ինչու եք խափում դրա անդամներին։ Դա ցինիկ է, դա ճիշտ չէ։ Ասեք, դուք գնում եք Եվրոմիություն, գնացեք, բայց այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ։ Նույն թեմային են գալիս, էլի։ Նույն թեման է, նույն պատմությունն է։ Ծրագրված զգացվում է, ծրագրված այդ ալիք հարցակումները, բայց իմ կարծիքով մեր կառավարությունը շատ ճիշտ բան ընտրեց, էլի այս հարցում։ Անցյալ օրը ինչ ասեց Փաշինյանը, ասեց հեռացնում եք, հեռացրեք, ավելի լավ է դարձել կպրծնենք որոշ պահով էր ասում, ԵԱՏՄ-ի պահով վիճակը շատ վատ կարան։ Հա, բայց էլի բանա մեսեջա, էլի այսօր Հետարքիր է, մինչև էս ԵԱՏՄ մտնելը մեր տնտեսությունը
ոնց էր, ինչ էր, քանի որ վաղուցվա պատմություն է սա։ Մեր ինչ է։ Տնտեսության վիճակը էլի, եւ որ Երբ ենք ունեցել տնտեսություն, որ ինչ տնտեսություն։ Բայց ինչեր ունենք, փաստորեն յատմի շնորհիվ ունենք կարճ ասած, դա ճիշտ է խոսքը։ Դե շնորհիվ ասելով միասին, իրանք էլ մեր շնորհիվ, Ռաֆայել, բայց 1%-ն է մեր, չէ, դե հիմա 1%-ն է մեր։ Դե հիմա տվացնել, առացնել, բանա, համապատասխան։ Չէ, որ օգտվել ենք, բան չունեմ ասելու։ Չնայած էլի խառն անդեղ այդ ամեն ինչը։ Դե թվերը պարզ հրապարակած ասում, ամբողջ այդ յատմի շրջանառության 1-ից 2%-ն է Հայաստանինը, բայց Հայաստանի տնտեսության 70-ից 80%-ն է յատմը, այսինքն մեր արտահանման հիմնական յացումը այնտեղ է լինում եւ հիմա ռուսներն էլ բռնել են այդ թույլ տեղը, ասում են դե գնում ես, ախր մերոնք էլ հազար անգամ էլի կրկնվում ենք, բացատրում են, որ մենք ոչ թե գնում ենք ասելով վերջ ոչ պետք է կապ չունենք, մենք չենք ուզում լինել մեկ դռան դիմաց կանգնած, որ դուրը երբ ասի շրխկացնելով փակեն մեր երեսին, վայ ձեր ծաղիկները սենց, վայ ձեր մածունը սենց, վայ ձեր կաթը, վայ մյուսը։ Էսա ամբողջ պայքարը եւ ամբողջ կռիվը, այ բարդ բան է, այս քաղաքականությունը, կայսրությունը։ Գնանք առաջ, վերանշանակումներ արտաքին գործերի նախարարությունում, հարգելի բարեկամներ, վերանշանակումները վարչապետ Փաշինյանը այսօր որոշումներ է ստորագրել, որ Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը եւ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերանշանակվել են արտաքին գործերի նախարարի տեղակալների պաշտոնում։ Համա քանի հատ տեղակալ ունեն։ Ընկինն էլա, չէ։ Նո, ուտքինը։ Ընկինն էլ չէ, նորանշանակ է, որ արտգործ նախարարի, այդ փոխարտգործ նախարարը տեղակալ չի, տարբեր պաշտոններ են։ Տեղակալ, հասլավ, տեղակալ եւ բայց շատ չի, 3 տեղակալ, փոխարտգործ նախարար Խառը պատմություններ են, ինչ խոսք խառը։ Դե փաստորեն իրանք պիտի մշակեն, ես ենթադրում եմ, արտաքին քաղաքականությունը ընդհանուր Հայաստան ու ներկայացնեն վարչապետին։ Դե սկսած Մերձավոր Միացյալ Նահանգների, Ռուսաստանի հետ հեշտ գործ չի էլի։ Վերանշանակումը երևի հուշում է, որ գոհ են աշխատանքից։ Գոհ են, հա, պետք է ենթադրել էլի։ Ենթադրում ենք, որ լավ, այս շների կռվածնելու թեման է նոր թափ հավաքում, այս շների թեման։ Բա շներ կռվածրեցին էլի, շնամարդ։ Այմարդ, հա, վերցել եմ։ Մանյակ։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության, այդ ունեք, եթե ունեք, խնդրեմ, ներկայացրեք։ Այո։ Դատախազը օգոստոսի 26-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության հանձնել է ԽՄԷ կազմնախագահն համաձայնությամբ շահադիտական դրդումներով շների խեղման հանգեցրած շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Քննչական կոմիտեում քննված վարույթով պարզվել է, որ Սպիտակ համայնքի բնակիչ ԽՍՀ, ՃՄ, ԲԲ, ՏՏ խմբի նախապես համաձայնությամբ եւ շահադիտական դրդումներով բարբերաբար իրականացրել են կենդանիների շների մարտեր, որոնք հանգեցրել են մարտերին մասնակցող շների խեղմանը, այդ կերպ կենդանիների նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։ Դատախազը 21-ին ԽՍՀ-ին ՍՍ-ին հանրային քրեական հետապնդման քրեական օրենսգծքի 307-րդ հոդվածի 2-րդ մասով առաջինով 4-րդ կետով 307-ի 2-րդով 4-րդ կետով, հա, ու վերջ։ Այմարդ, ինձ թիվը չի հետաքրքրում, ես փաստաբան չեմ։ Ինձ ասեք, ինչու՞մ են մեղադրում բանի այդ խաղերը կազմակերպելու, կենդանիների նկատմամբ բանի, թե ինչի նկատմամբ, այդ թվերից ես ինչ եմ հասկանում։ Ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Դե հիմա այմարդ ասում եք, դե ով է տեսել, ես հիշում եմ դեռ փոքր երեխայի օպերայի այդ բանում, հրապարակում, Թամանյանի ու Թումանյանի բանի արձանի մոտ, այնտեղ այս բան են անում, շներին էին կռվածնում։ Դրանից սարսափելի տեսարան հնարավոր չի։ Թե այդ կենդանիները ինչ ձայներ են հանում, ոնց են տառապում, ու որ դրել պետք է խեղդի, չէ, ասենք այն մեկը մեկին, չեն դադարեցնում։ Պետք է մինչև վերջ բան անի խեղդի հետ, եւ ես չգիտեմ ոնց կարելի է այդ մարդը նման բան անել էլի։ Ոնց կարելի է։ Ու փողեր բաներ այնտեղ գումարներ։ Իհարկե, հա։ Ահա որ բան է։ Լավ բանից խոսենք, արվեստից, մշակույթից, տասնամյակներ շարունակ։ Լավ բան ասեցի, անցյալ օրը ինչ եմ կարդացել, մինչև հիմա մտքեցս դուրս չի գալիս։ Ապա։ Ուրեմն մի հատ կին գիտնական է, ֆիզիոբիոլոգ է, ինչա չգիտեմ, 15 տարի աշխատել է այս բանի վրա եւ վերջապես հրապարակել է իր այդ բանը։
Ուրեմն ինչ է պարզում ըստ էս հարգարժան տիկնոջ։ Ուրեմն կինը երբ որ հղիանում է, եթե պտուղը արական տղա է, լրիվ ուրիշ բաղադրությամբ է կաթը պատրաստում, երբ որ աղջիկա լրիվ ուրիշ։ Հետաքրքիր է։ Ուրեմն, բայց այսպես է, ուրեմն տղայի կաթը, որ պիտի կերակրի ավելի բանա, ավելի խիտա բաներով, ինչ են դրանք կոչում, ես չգիտեմ կաթի մեջ ինչ կա այդ բաղադրիչներով, որ սնում է։ Աղջիկ երեխաներին մի փոքր ավելի պակաս է այդ մեջի սնունդը, բայց քանակությունն է շատ։ Աղջիկներին ավելի շատ է կաթ տալիս, որ այդ բանը դայետ է, այնի յուղը ավելի։ Եվ ամենաանհավատալին, որ ես կարդացի, ասում է, իսկ երեխան, նորածին երեխան, իր թքի միջոցով կաթ ուտելուց մորը հաղորդում է, թե ինչ պրոբլեմներ ունի ֆիզիկական, ոնց որ անալիզն է տալի, ու մայրը մոր մարմին առանց մոր գիտակցության, ըստ այնմ կաթի բաղադրությունը փոխում է, որ այդ ինֆորմացիան երեխու թքից վերցել է, թե այնտեղ ինչ է կատարվում, փոխում է բաղադրությունը կաթի, որ երեխեն բաներ։ Այդ Նոբելյան մրցանակ են տալու այդ կնոջի աչքից այդ ուսումնասիրությունների համար։ Ու այս ամեն ինչը կատարվում է առանց բացարձակ մարդկային գիտակցության, այսինքն չկա գիտակցություն, էլի որ նայեց, ասեց եւ այլն։ Սա բիոլոգիա, ֆիզիոլոգիա է, ինչ է, ֆիզիոլոգիա երևի։ Այդ բանով է կատարվում։ Դա վախենալու է։ Ֆանտաստիկայի ժանրից, որ ասում են գիտակցություն շատ պետք չի, չէ։ Ախր ինչ են զարմանում, այդ թերմայտներին տեսել եք տերմիտներին, կույր են, այսինքն կույր չեն, աչք չունեն այդ կենդանիները։ Այմար, բայց սարքում են պալատներ, որտեղից օդի բան կա, որ օդը խաղա, որ անձևը գա, իրանք չխեղդվեն, այդ տեսակ պիրամիդներ են սարքում, առանց անգամ աչք ունենալու։ Հեսա ոնց է հնարավոր։ Ինչ գիտակցություն կունենա այդ էվոլյուցիա, չգիտեմ, այդ հարցերում չգիտեմ, հա, դե միլիոնավոր տարիներով ձևավորված, բա ինչ էվոլյուցիա չի, ինչ է, բա միլիոնավոր տարիներ հարմարողականություն, չգիտեմ, բարդ։ Պարզ բաներից ասենք, Ադրբեջանում հայերեն են դասավանդելու համալսարաններում, այսօր հրապարակեց ադրբեջանական կողմը տեղեկատվությունը Բաքվի համալսարանում, իդեպ մենք էլ ունենք այդ մասնաճյուղը կոչվում է հայ-ռուսական սլավոնական, կա նաև ադրբեջանա-ռուսական սլավոնական համալսարան, որ մասնաճյուղն է ռուսական պետհամալսարանի, հիմա իրանց մոտ դասավանդվելու է հայերեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, համալսարանի մամլոք-քարտուղար Սաբիտա Հուսեյն Զադեն ասել, Զադե դու Զադե, նշվում է, նշվում է, որ ռեկտորը համալսարանի Անար Նագիևը անցյալ տարի հայտարարության մեջ արդեն տեղեկացրել էր, որ 26-27 ուսումնական տարվանից համալսարանում նախատեսվում է հայերենի դասավանդում։ Իդեպ, սա նոր բան չէ, ներկայումս հայերենը դասավանդվում է եւ տասնամյակներով դասավանդվել է Բաքվի պետական համալսարանում, Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում եւ Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարաններում։ Հիմա էս խելացի են, էլի վարում։ Մեր մոտ թուրքական անգլոնի պատուանները կոտրում են։ Հիմա ասենք ուզում ա հասկանա տնտեսական վիճակը Հայաստանի, չէ՞, պարզի որ հայերեն իմացող տնտեսագետ է պետք իրան, այդպես բաներ են ապագա սերունդ են կրթում, որ գա ու պետք է, մեզ մոտ էլ կլինի, այսքան շուտ չէ, բայց քիչ-քիչ կլինի, կարծեմ արդեն ինչ-որ բաներ կան, չէ, ադրբեջանական մթնոլորտ են ստեղծում, ահա, մանր ադրբեջանցի եք դառնում, արդեն լեզու եք սովորում, այս մակարդակի հիմար զրույցներ է, նրանք 30 տարի դպրոցներում հայատյացություն սովորացրեցին, հայերեն լեզվով երեխեքին մեծացրեցին, մենք կենցաղային մակարդակի բառեր ենք մենակ ադրբեջաներեն ասում, պիտի այո սովորեին, թշնամու լեզուն պիտի լավ իմանաս 1000 տարի են ասել, հաղորդակցության այնքան պարզ ճշմարտություն ա դա, այնքան պարզ հիմա ես պատկերացնում եմ, եթե ազգային ժողովում տենց հարց դնեն, բան, այդ ինչ վայր ա չսկսվի ինչ, եւ ինչ էի մտածում այման, ես վստահ եմ էլի, որ այնքան խելացի գործի նվիրված հայրենասեր ու օգտակար մարդիկ կան, որ կարող էին լինել ազգային ժողովում, հասկանում եք, բայց ես պատկերացնում եմ, որ խելացի մարդ է այդ ամեն ինչը, որ տեսնի կուզենա ազգային ժողովում լինել, էլի, չի ուզենա, որտեղ այնտեղ ոչ մի լուչար չի քննարկվում,
մի կառուցողական գաղափարներով, ախր ունենք, հենց չի որ չունենք։ Ես այնքան եմ հանդիպում, ասենք հոդվածներ են գրում, թեկուզ Facebook-ում, թեկուզ որ բան, նայում ասում, այ մարդ, այս մարդը օրինակ ինչու չպետք է լիներ ազգային ժողովում։ Ինքան հետարքին գաղափարներ ունի, այսքան բաներ ունի։ Չէ։ Պատկերացրեք մեր ազգային ժողովը, այս մեր օրոք, ձեր օրոք դավաճան բան, վայ կաթողիկոս, վայ երեխեք ունեք, վայ բազմազավակ հայր, այս զրույցներից դուրս տնտեսության, կյանքի, որակի, շինարարության, քաղաքի, ինչքան լուրջ հարցեր կա, թուղթ ու գրիչով, հստակ, ոչ թե էմոցիոնալ շարադրություններ կային ասեին, այլ իրոք թուղթ ու գրիչով։ Այն օրը բայց բանը ասեց ամբյոնից, ասում այն որ մեր բանավեճը լիներ թուղթ ու գրիչով, շատ ավելի առողջ քննարկում կլիներ եւ օգտակար։ Բայց մեզ մոտ այս բան չկա։ Միշտ մուննատ դեմքերով կամ նիստ է լինում, այն այսօրվա կադրերն եմ նայում, նիստ է լինում, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ասեն շուրեկած մեջկանց են դիտավորյալ որպես բողոք նստած։ Այդ ինչ մանկապարտեզ է։ Այ մատեք ելեք վեր եք ընկե այդտեղ, արդեն դե էլ ինչ պատտվել, էլ ինչ շուր գալ, էլ ինչ բան։ Քննադատեք, գնացեք մի հատ ճանապարհ ցույց տվեք, մի բան ասեք։ Գաղափար բերեք, այմար զզվելի է։ Մենք էլ լսենք, ուրախանանք։ Դա Հետարքիրա, չէ, ինչու չեն ուզում, ախր չունեն որովհետև, չունեն։ Չէ, իրաց նպատակը ուրիշ բան է։ Պլան չունեն, բացի քանդելուց։ Դա ակնհայտ երևում է, այլ։ Իրանք մի օր էլ եկեք ասեք, սենց առաջարկ ունենք, այս ինչ հարցի շուրջը երկրի վերաբերյալ էլի։ Մենք էլ ասենք այ մարդ, այս մարդիկ էլ մի բան արեցին։ Բացարձակ։ Միան ասացիդ մեջքով նստեն, ձեռքները խփեն, թողեն դուրս գան, այս է ամբողջ իրանց։ Ղարաբաղից են падգամավորուհին, որ եկավ падգամավոր դարձավ, այսօր Ռոբերտ Քոչարյանի վրա էր թևերը փռել, պաշտպանում էր առաջին նախագահը Արցախի հանրապետության Դատելեկ Ալիևի հրամանով ասում ամբյոնից sense բաներ ասում։ Հարգարժանս մի հատ գնացել եք ասել, պարոն նախագահ, Լեռնային Ղարաբաղի առաջին։ Ձեզ այս ամեն ինչը որտեղից կամ եթե կեսը ճիշտ է, կեսը սուտ է, կեսը Փաշինյանն է հորին է, այս ամեն ինչը, այս շենքերը, այս ֆիթնեսները, այս խաղահրապարակները, այս պողոտաները, այս մեքենայի խանութ սրահները, այս որտեղից։ Մենք այնտեղ էլի ձեր նույն բարբարով ձեր անպայման։ Ասեք, մենք այնտեղ հացին կակա ենք ասում, լի, բա մնացածը ինչի ձեզ մոտ այդպես չի։ Մենք էլ ենք այս հողի զավակ, դուք էլ եք այս հողի զավակ։ Մենք էլ ենք ուզում լավ լիներ, դուք է։ Մենք ինչի ենք գոյաբանական կռիվ տալիս, դուք այստեղ ազգով տնով տեղով միլիարդատեր։ Միլիոնար եք դառնում, երեխեքով բանով միլիոնար։ Այդտեղ ամոթ բան չկա, դա ոչ թե զրպարտանք է, դա ոչ թե ինչ որ թիրախավորում է, դա ազնիվ մարդու քայլ կլինի, մենք կասենք, օտես իր հողի զավակը հարցա բարձրաձայնում արդար կանչենք եթե բան ցույց տանք դա ինքը դա ուզում է ծածկի ոչ թե այդ մասին խոսի ընդհանրապես բա ուրեմն վատն էս լի երեխան որ ձեռքը բռնես 7 տարեկան տանես ցույց տաս այդ շենքերը որ պատկանում է նախկին նախագահին արդեն կհասկանա որ ստեղ մի բան է ինչի էլի մի հատ չի երկու հատ չի երեք հատ չի ասում ազատ անկախ ապրում էինք անկախ պետություն ապրում էինք այս ցույցա բանը խոսում են բան ասում դուք որ անձնագրով էիք գնում արտասահման, եթե գնում էիք։ Բա եթե ազատ անկախ երկիր էր, ինչի եք Հայաստանի Հանրապետության անձնագիր գալիս, հանում դուրս գալու համար։ Բա ձեր անձնագրով գնայիք այդ քսերոքս արած թղթերը, որ բերե բաժանել էին, ձեզ էլ պատանդ էին պահե։ Բա ասեիք մեր վերջը ինչ է լինելու, այս բանակցության վերջը ինչ է լինելու։ Հեշտ է, իհարկե, որ գնացքը բրցելը միշտ հեշտ է իմ մատնացույց անելը։ Էսի դավաճան էր, էսի խափեբա էր, էսի էր, երբ որ ասում եմ մենք ունեինք հնարավորություն թռիչքաձև զարգանալու, այո ունեինք։ Եվ ձեր հիշատակած անձիկ այդ հնարավորությունը մեր ձեռից վերցրեցին եւ իրենք թռիչքաձև հաջողություն ունեցան։ Իսկ երկիրը եւ ժողովուրդը 30 տարի հետ ընկավ Իշքան քիչ թե շատ կիրթ մարդ կար այդ գողապետության մեջ չկարողացավ ապրել գնաց Լոս Անջելես ու Ֆրանսիա ու ուր գնաց այդպես բա արյունոտ վերքերը հենց տենց է այդ մարդիկ պիտի շենացնեին այս երկիրը կարող մարդիկ գնացին գլենդելով բանով էլի իրանց շնորհքով բանով դարձան այն ինչ որ դարձան բայց ստեղ պիտի դառնային այդ մարդիկ աշխատատեղ պիտի ստեղծեին մյուսը ոչ թե մնացին գողապետության ձեռը բան էին ֆիզիկոսները իրանց ռեստորաններում դուր բացող փակող էին աշխատում այս ձորի ռեստորանը անուններ գիտեմ ֆիզիկայի համալսարանի գիտաշխատողներն էին Էց էր էս երկրի բայց էս պիտի լիներ լավա մնացինք լավա ոտի ենք ունե ինչե բացի դրանից ոստիկանությունը իրենց անձնական սեփականություններ դատարանները իրենց սեփականություններն են Եկամուտի կոմիտեն իրենց ամեն ինչ իրենցն մատը դնում էին տարածյուրեն ինչներ ում վրա մատը դնեին ինչ ուզեին կանեին
Ինչ ուզեին։ Հա։ Եվ մարդիկ դրա համար էլ փախնում ամենաահավորը, ասենք կդիմանաս մի քիչ տնտեսական դժվարացած, երբ որ դու գիտես մարդկային իրավունքներ չունես ու ցանկացած բան քո հետ կարող են անել ինչ որ ուզում են, դա արդեն անտանելի է, էլի դա դիմանալու բան չի Դե հիմա նայեք, գիտակից մարդու համար դա շատ ծանր հատված է, հարված է։ 30-40 տարի դուք եք դուրսը, 15 տարի ես եմ լսում։ Այդքան հարցազրույցներ եք, դուք եք վարել, ես էլ։ Ամեն երկրորդի հետ եթե խոսեի հարց տայր, ինչի ես գնացել, մեծ մասը ասում էր անարդարությունից։ Ոչ մեկ չէր ասում հաց չունեի, սոված էի, տունս լավ չէր, տունս փոքր էր։ Ասում էին, չէին կարում ապրեին, չէին թողում։ Ում հետ խոսում ես, ամեն երկրորդը այդ գանգատն է բարձրաձայնում, որ չէին կարողանում ապրել, խեղդում էին։ Ես մեր գործընկերների մեջ անունները մեր այս հաղորդման գործընկերների մեջ մարդիկ կան, նենց պատմություններ են պատմել, թե ոնց են ինչեր են արել իրանց հետ, ապշում ես, այ մարդ, ապշում ես, որ թրիլլեր այն Շվարցնեգերի կինոներն է։ Այդ ասել եմ, բայց էլի կասեմ լավ օրինակ է, էլի ես երբ էր մի տարի առաջ էր կարևոր չի, ընկերոջս հանդիպեցի, որ Հայաստանում բարձր պաշտոն է, չեմ ուզում ասել ինչեր եւ այլն, ոնց ես, ինչ ես, երբ ես եկել, ուր ես, երբ ես գնում, բան, շտական եմ եկել դերն իջա, ասում ոնց, այտենց պաշտոն ունես, քանի տարի աշխատում ես, բան, ասեց ինձ պետք է այդ պաշտոնը, ոչ կարող եմ աշխատեմ, ոչ կարող եմ ուրիշին լավություն անեմ, ասում է, ինչի՞ս է պետք այդ պաշտոնը, որտեվ սովոր ենք մենք, որ պաշտոն ինչ է նշանակում, նախ գրփում ես, հետո էլ քո պաշտոնից ելնելով կարող ես ուրիշին լավություն անել, որը իր պաշտոնից ելնելով քեզ պիտի լավություն անի, ու սենց ապրում էին։ Հիմա փոխվել է։ Պետք է նոր պայմաններին բանանել։ Մի րոպե կներեք, զանգ ունենք։ Հելո։ Այո, լսում եմ ձեզ, հարգելի Ռաֆայել։ Բարև ձեզ, այո, զանգել եք, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, կրկին անգամ ողջուններս ձեզ Գյումրիից, ձեր հավատարիմ հետևորդը։ Հարգելի Ռաֆայել, Տերենիկ, ողջունում եմ ձեզ։ Հիշում եք մոտ 2 շաբաթ առաջ ես ասեցի, այդ թալանը տնենք մի կողմ, որքան է բարոյական հոգեբանական վնաս հասցրել պետությանը։ Հենց հիմա դուք քննարկում եք այդ թեման, որը հենց ուղիղ առնչություն ունի 20 տարվա այդ Քոչարյանա-Սերժական խեղաթուրեցին մեր ամբողջ ալկը։ Ինչ վերաբերվում է Տիկնոջ աղցրանագատման պատգամավորի ազգային ժողովում, նա նույնպես քարոզարշավի զոհ է։ Մենք 20 տարի ինչ էինք քարոզում Ղարաբաղում։ Հետո ինչպես են անվանում Քոչարյանին Ղարաբաղի առաջին նախագահ։ Ղարաբաղի առաջին նախագահն եղել է Արտուր Մկրտչյանը, որին անհայտ հանգամանքներով չգիտեմ ինչ կատարվեց այդ մարդու հետ, ես հիշում եմ։ Ինչ կասեք, ես բարոյա հոգեբանական վնասը անդառնալի է։ Սերունդներ են դաստիարակներ խեղված լրիվ բարիսպունի մասով խեղաթյուրված եւ չգիտես մինչեւ հիմա ազգը մենք չգիտենք 50 տարի է պետք է 100 տարի եթե ասպաստա վերականգնվի սերնդափոխությամբ չգիտեմ շնորհակալ եմ ձեզ ենք շնորհակալ հարգելիս ձեզ ենք շնորհակալ զանգի համար դե ինչ դարքիրա չէ ես վերջովմունքը որ կարդում ես այդ տարապած մարդկանց զայնի մեջ էլի լրիվ հասկանում եմ այո լրիվ հասկանում եմ սերունդ բանը փչացրեցին իրենք էլի այդ մտածելակերպով այդ հոգեբանության կյանքին մոտենալու անկյունով որ էսա միակ ձևը պաշտոն թալան աչքի յուղը ուրիշի հանի ձեռից վերցրու ուրիշին դու հարստացի դարձավ նորմա էլի այդ ամեն ինչը եւ իրանք կարող ներկայացուցիչներն էին էլի դրոշակ առած դիմացին տեսեք մեզ նայեք մեր նման ապրեք թալանեք որտեղ կարա գողացեք ինչ բարոյականություն ինչ հայրենիք ինչ ժողովուրդ ինչ երկիր դե հա Մեծ հաշվով կամ էլ այդ պորոտախոս բաներ ասում էին այդ երկչույներ կային բաներ կային հայրենիք գերագույն այդպես շոուներ բաներ անում էին բայց տակից այդ ամեն ինչ առ ոչինչ էր դառնում եթե դու երգեր ես երգում փառատոն ես կազմակերպում կամ հրապարակում զորահանդես ես անում բայց երկրիդ ներսում ալանթալանով ես զբաղված ընտանիքիդ ու մերձավորներիդ միլիարդատեր ես սարքել օրինական վիճակ չկա եւ այլն ես մեր համասարանում հազար անգամ պատմել եմ մեզ զորով տանում էին ցույցերի գալիս էին բառացիորեն ստուգման գրքույկները զաչոտնեի այդ կնիշկին որ առանց դրա չես կարա վերցնում էին որ ուզես չուզես գնաս տանում էին ցույցերի զորով այդ համակարգային համակարգներ 110,000 դրամի դիմաց ստորագրում էինք իբր աշխատավարձ ենք ստացել 37,000 փող էինք ստանում Ասած գրպանվում էլ այս համակարգն է։
Սերժի ժամանակ Սերժինն եմ ասում, ես Քոչյանի ժամանակ երեխա եմ եղել, դա Սերժի օրոք եմ ասում։ Սերժի ժամանակ, ուրեմն թաթերական այդ որ բողոքի ցույցեր սկսեցին անել ուսանողները եւ այլն, թաթերական ինստիտուտի դռներն ու լուսամուտները փակել էին, որ ուսանողները չգան մասնակցեն այդ ցույցին։ Դուք պատկերացնում եք, ֆիզիկական բռնություն են բանալել էլի փակել։ Ուրեմն այստեղ բան կա, Միացյալ Նահանգների էմիգրացիոնից շատ տխուր նորություններ կան, շատ մեծ փոփոխություններ են սպասում։ Գնանք գովազդի գանք, հեռու չգնանք, որտեղ կարծում շատ շատերիդ կետարկի թե ինչեր են կատարվում մեր երկրի։ Մեր հարգելի գործընկերներին ասենք շնորհակալություն, գովազդային դադար, մեր գործընկերների ծանոթությունները վերադառնանք եւ շարունակենք։ Դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Եկանք հարգելի բարեկամներ, ողջույն բոլորին, ովքեր մեզ հետ են, Har-Music Radio Լոս Անջելեսի ամենահայկական FM հաճախականությունը FM 107.5 HD3 Երևան Լոս Անջելես ուղիղ կամուրջով Դերենիկ եւ Ռաֆայելը ձեզ հետ են։ Այսօր արդեն չորեքշաբթի է, օգոստոսի 26-ը։ Գնում ենք առաջ, պատմական մի քանի դրվագներ կա, Դերենիկ, եթե լրահոսից հատված ունեք, խնդրեմ, եթե ոչ մի քանի դրվագ եմ առանձնացրել, դա կարող ենք։ Մի քանի ինչ, լավ չեմ լսում քեզ Ռաֆայել։ Պատմական դրվագներ ունեմ ասում եմ այսօր։ Դες ուրեմն Միացյալ Նահանգների մասին կարդամ, սա կարծում եմ կարևոր է շատերին կհետաքրքրի։ Տեսեք, առաջին նախադասությունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում ներգաղթային վիզաների դիմումների մշակումը։ Պատճառը հյուպատոսական աշխատակիցներին վերապատրաստելու համար, որպեսզի նրանք կարողանան զտել կառավարության հնարավոր օգնություն կարիք ունեցող դիմորդներին, այսինքն ով է գալուց է մնա պետության վզին կոպիտ ասած։ Պետդեպարտամենտ ամբողջ աշխարհում է կանգնեցված է։ Պետդեպարտամենտը մեկնարկել է գլոբալ վերապատրաստման նախաձեռնություն ապահովելու համար, որ հյուպատոսական պաշտոնյաները, այսինքն նրանք, որոնք թույլ են տալիս գալ կամ չգալ, կարողանան համապարփակ եւ հետեւողականորեն գնահատել յուրաքանչյուրի դիմումը։ Գերտեշտությունը հավելում է, որ վիզաների դիմորդները չպետք է դառնան պետական բեռ, ինչպես սահմանված է Միացյալ Նահանգների օրենքով եւ կանոնակարգով, եւ չպետք է կախված լինեն կարիքավոր ամերիկացիների համար նախատեսված պետական նպաստներից։ Ես այստեղ հասկանում եմ, որ պետք է ինչ-որ ֆինանսական բաներ ցույց տաս առաջինը, որ դու ֆինանսապես գոնե ապահովված ես։ Այո։ Ներգաղթային վիզայի դիմորդները, որոնք հարցազրույցներ էին արդեն նշանակել Միացյալ Նահանգների դեսպանատներում եւ հյուպատոսություններում, էլեկտրոնային նամակներ են ստացել, որոնցով տեղեկացվել են հետաձգված հանդիպումների մասին։ Պատկերացնում եք, ով էլ որ ունի արդեն ասում են հետաձգված է։ Նրանց նաեւ տեղեկացվել է, որ նոր հանդիպումների ամսաթվերը կհայտարարվեն ավելի ուշ։ Պետդեպը չի հայտարարել, թե երբ կվերսկսվեն ներգաղթային վիզայի հանդիպումները, արդեն պարզ է էլի։ Հունվարին պետդեպարտամենտը կասեցրել էր ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիների, այդ թվում հայերին։ Ժամանակապակումների ենթակա երկրների ցանկում ներառված են Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Բելարուսը եւ այլն։ Վրաստանը, Եգիպտոսը, Իրանը, Ղազախստանը։ Ինչպես պետդեպարտամենտը նախկինում հայտնել էր, իշխանությունները կասրեցել են ներգաղթային վիզայի գործընթացը կանխելու համար նրանց ապագա մուտքը, ովքեր հետագայում կարող են բեռ դառնալ ամերիկյան ժողովրդի վրա։ Այս է հիմնական կետը, ինչքան ես հասկացա, արդեն հեշտ չէր վիզա ձեռք բերելը, հիմա կրկնակի է, թե ոչ եռակի դժվար կլինի ավելի։ Որտեւ եթե չեն ուզում բեռ, ուրեմն պետք է ասես, այսքան բանկում ստեղ փող ունեմ, այսին ինչ ունեմ, այս ունեմ, այն ունեմ, որ նոր մտածեն քեզ թույլ տան, թե թույլ չտան։ Այնպես որ լավ նորություն չի։ Պատկերացրեք, հերթի մեջ սպասող մարդիկ կան, թվում էր հերթը մոտ է, հեսա վերջապես կմիավորվեն իրանց ընտանիքներին, հարազատներին եւ այլն, եւ հիմա չգիտես որքան ժամանակ։ Անհայտ ժամանակով ամեն ինչ հետաձգվում է։ Ահա որա։ Բոլորս այս կամ այն կերպ անցել ենք այդ этаպները եւ իհարկե տարբեր։ Բացի այդ բոլորս, եթե մենք էլ չունենք այդ խնդիրը, բարեկամ, հարազատ, մեկը ունի այդ խնդիրը։ Ամեն մեկը ունի, այո։ Այնպես որ ամեն ընտանիքում կա մի հատ այդպես համբերություն, հարգելի հայրենակիցներ, համբերություն։ Այսօր ուրեմն Հայաստանի առաջին առողջարանի բացման պատմությունն է, պատմության օրն է 1926 թվականի այսօրը օգոստոսի 26-ին բացվել է Հայաստանի իր տեսակով առաջին առողջարանը Արզնի քաղաքում։
եղել եք Արզնիում, այնպես որ Արզնիից եթե լսողներ կան, ողջույններ հարգելի բարեկամներ, իմացեք պատմության այս դրվագը։ Մեկ այլ մեզ ավելի մոտ ժամանակաշրջանի հետ կապված Բորոդինոյի պատերազմի ճակատամարտի ավելի ճիշտ օրն է 1812 թվականի այսօրը Բորոդինո Նապոլեոն ռուսներ շատ լուրջ պատմական ճակատամարտ է տեղի ունեցել, որը ինչ որ առումով նաև վճռորոշ դեր խաղաց Նապոլեոնի արշավանքների հետ կապված, բայց որ այս դրվագը եւս հիշենք։ Բայց այդ Նապոլեոնի պատմությունը Ռուսաստանի հետ կապված իսկապես ֆենոմենալ է, ամբողջ պատմության մեջ մարդկային, որտեղ ես թող մեկը ասի, եթե գիտի, ես չգիտեմ այդպիսի մի դեպք, որ մի երկրի գրավի մեկ այլ երկիր, մայրաքաղաք հասնի, մայրաքաղաքում բանանի ու պարտվի։ Դե ժամանակ մայրաքաղաքը չէր, երևի վճռորոշը դա էր։ Դե հա, բայց կենտրոններ, լավ, սենց ասենք, ամենամեծ քաղաքներ, հա, եւ մի քանի ամիս մնալուց հետո Վասվայասի ռուսերեն ասում են գլուխները կախ թողեցին, հետ գնացին։ Սարած զոհերով, մարդկային կյանք այդքան, այդ ամեն ինչից հետո տառացիորեն ոչինչ, միայն տառապանքը մնաց երկու ժողովուրդների։ Ասում են Ալեքսանդր առաջինը այդ բաներից հետո, հա, ճակատամարտից եւ այդ ահավոր կորուստներից հետո որ ունեցան Նապոլեոնը գեներալ Մարոս կոչումն է այո ծնել, հա, ստեղծել, այսպես ասենք, եւ թվերով փաստացի եթե Ռաֆայել, բայց Մոսկվան չէր այդ ժամանակ մայրաքաղաքը։ Մի հատ չէ, 700-ականներին արդեն Պետերբուրգն էր, Պետրոս առաջինից հետո էր։ Պետրոս առաջինը արդեն հիմա Սպասի, այս 1812 թվականն էր, չէ։ Հա, 1800 մի հատ հարցնեմ բոլոր դեպքերում, որ խիղճս հանգստացնի։ 1800 ես էլ եմ գրում 1812 թվականին Ռուսաստանի մայրաքաղաքը Այս ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաքը Սանկտ Պետերբուրգն էր 1712 թվականից այսինքն 100 տարի առաջ արդեն մայրաքաղաքներ Դե Պետրոս առաջինը հետո փոխվեց 18-ին 1918-ին հեղափոխությունից հետո Հա դե Պետրոսը սարքեց բանը Լենինգրադը Պետերբուրգը այսպես ասենք ու մայրաքաղաքը չսարքած արդեն կոչեց մայրաքաղաք ասեց որ պիտի լինի Այդ պատումը կա, որ բոլոր ով ցանկացած քաղաքացի, որ մտնում էր Սանկտ Պետերբուրգ, պիտի մի հատ քար հետը բերած լիներ, այդ հարկն էր, որ քարի լինի, որտեղ հիմնականում փայտաշեն էր ամեն ինչը 4 բոլորը։ Քար ասեցի, բան հիշեցի, ես Չինգիզ խանն էլ այդ արշավանքների որ գնում էր, ամեն զինվորին մի քար էր վերցնում ու դնում են ասեն բուրգի նման սարքում էին այդ քարերը, ու հետո որ արշավից վերադառնում էին, էլի ամեն զինվոր մի քար վերցնում էր ու ինչքան քար որ մնում էր գիտեր որ այդ զոհերը իր զոհերն են այդ բաները որտեվ թվաբանություն բանալ կերպ չկար ու ասում է ժամերով նստում այդ քարերի հետ խոսում էր ինքը բայց հետո էլ գիտեք ինչ էր անում գերիներին փոս էին փորում մի հատ անապատում գերիներին մորթում արունը լցնում էին մեջը մտնում ինքը լողանում էր այդ արյան մեջ այս էլ քեզ Չինգիզ խանն է հա Չինգիզ խանը պատմության դահիճներից բայց նայ Չինգիզ խան Մոնղոլիայում արցանը դրած ազգային հերոս վերջ դե գնա դու Չինգիզ Ռաֆայել ես մի օր լրի պատահաբար հերոստատեսությամբ թերթում էի ալիքները եկել մի հատ բան կիներ շեղաճ կիներ պատմաբան ու խոսում էր այդ Չինգիզ խանի մասին մասնագետ էր պատմաբան էր ու ասում ախր եթե դուք հաշվեք ասենք Չինգիզ խանը ինչքան մարդ է սպանել ինչ ա արել ու հաշվես ասենք երկրորդ համաշխարհայինում առաջին համաշխարհում ինչքան ա մահացել ասում ա գազանները դրանք են ոչ թե Չինգիզ խանը ասում են էլ այդ անգրագետ թվականներին որ չկար ոչ գիտություն կար ոչ բարոյականություն կար ոչ բան կար ասում ա հետո ավելի շատ են սպանել ճիշտ ասում որ մտածել բայց Չինգիզ խանի անունը մնացել է Չինգիզ խանը 7 թե 5-6 տարեկանում եղբորը սպանեց որ թվերին է դրելի դառնա բանը միակ բանը դա աուլի տերը վայ զիրո միերո եւ այլն էտա դե ինչ այստեղ մի քանի դրվագ էի առանձնացրել Բորոդինոյից մի քանի բան ներկայացնենք ու ամփոփենք զրույցը ուրեմն Մոսկվայից ընդամենը 125 կիլոմետր արևմուտք գտնվող Բորոդինո գյուղի մոտ բախվեցին Նապոլեոնի հսկայական մեծ բանակը
եւ ռուսական բանակի գեներալ Միխայել Կուտուզովի գլխավորությամբ։ Նապոլեոնը ցանկանում էր ջախջախել ռուսական բանակին եւ ճանապարհ բացել դեպի Մոսկվա, ճանապարհը չափազանց կատաղի էր, երկու կողմերն էլ մեծ կորուստներ ունեցան մարտում, թեև ֆրանսիական բանակը կարողացավ գրավել ռուսական որոշ դիրքեր, ռուսական բանակը չոչնչացվեց եւ կարողացավ պատշաճ նահանջել։ Բայց դա ճանապարհ բացեց Նապոլեոնին Մոսկվա մուտքի համար։ 1812 Պատշաճ նահանջել, չէ, հետարքիր արտահայտություն է։ Դե կարային ջարդու փրփուր նահանջեին, հա։ 1812 թվականի սեպտեմբերին Նապոլեոնը մտավ Մոսկվա, բայց քաղաքում երկար մնալ անգամ չօգնեց նրան հաղթել պատերազմում, որովհետև քաղաքը այրվում էր եւ դատարկ էր։ Ֆրանսիական բանակը ստիպված եղավ նահանջել Ռուսաստանի խորքերից, արդյունքում սովի, ցրտի, հիվանդության եւ անտանելի սառնամանիքների զոհ դառնալով Նապոլեոնը դուրս եկավ ռուսական տարածքից, իսկ ցարական Ռուսաստանի զորքերը արդեն ուղեկցեցին նրան։ Հետ լարեցին էլի, լարեցին, մտան Ֆրանսիա։ Մի բան էլ կա, ներբություն էլ կա, ուրեմն հետ գալու համար Ռուսաստանից Մոսկվայից Ֆրանսիա գալու համար զորքերը Նապոլեոնը որ պիտի բերեր, երկու ճանապարհ կար։ Մեկով որ իրենք եկել էին, երկրորդը Ռոստովով է, ինչով է, որ այդքան ծանոթ չէր իրանց։ Երկար մտածելուց հետո Նապոլեոնը ընտրեց նույն ճանապարհը, որով եկել էին, որը ճակատագրական սխալ եղավ իրենց համար, քանզի այդ ճանապարհին որ եկել էին, արդեն թալանել էին բոլոր գյուղերը, ինչ որ կար վերցրել էին, ինչ որ կար սպանել էին, ու այդ ճանապարհը ամայի էր, ու իրենք սնունդ ու բան չէին կարողանում ստանալ։ Դա համար Նապոլեոնը հետո բան արեց, չէ, նստեց կառքը ու փախավ, թողեց բանակը, փախավ, որտեղ կեսնել այդտեղ մահացան, այդ ճանապարհին մահացան, սովից ու ցրտից։ Այս էլ Նապոլեոնի հերոսությունները, շատ խելացի մարդ է, որ ասում են այմը։ Չէ, բայց խելացի այն իմաստով ինքը բան էր անում, քաղաքակրթություն էր իբր ուզում տարած լիներ։ Լավ էլի։ Դե օրենքներ չկար, ինքն էր հորինում այդ օրենքները իր լեվելով, ինչ կարողանում էր, դե հորինում էր հիմա։ Դա հարաբերական Հանրապետությունը ֆրանսիական սարքեց կայսրություն, այ մարդ, կայսրությունը սարքեց հանրապետություն, հետո դառավ կայսր։ Բա լյուդով բաներին 16 Ռոբեսպիերն ու բանը արեցին։ Հա, ինքը որ երիտասարդ գեներալ էր, այդ ժամանակ բան էր, հանրապետություն էր։ Ինքը սոբսենարուչն է, որ ասում են, սարքեց կայսրություն։ 10 տարվա մեջ էլի, 10 տարվա մեջ սարքեց կայսրություն, Հռոմի պապին կանչեց, որ թագը դնի գլխին, ներվերից, որ էդի մինչև դուս վիտես միո ամորես, բան արասես դիր գլխի, վերցրեց մի անգամից իր ձեռամբ իրեն կարգեց, ահավոր մարդ էր, բայց ահավոր մարդ։ Դու պատկերացնում եք եկեղեցու բանը էլի ուժը այդ ժամանակներում, այսինքն դու կայսր քեզ չես կարող քո երկրում հրճակես, մինչև Հռոմի պապը թույլ չտա։ Այսքանը Հռոմի պապ եւ մնացած։ Կհանդիպենք վաղը, դերենիկ ցտեսություն ձեզ։ Մինչ վաղը, մինչ վաղը, այս